քանի որ այս հարցը ինքը տենց լավ վերնագրի թեմա է, եւ մարդիկ տենց պարտք բառը լսելուց ահաբեկվում են կամ ասենք օրինակ պարտքի թիվը հնչեցնելուց տենց լավ է այդ ծախվում այս թեման, էլի բարբերաբար հնչելու է, բայց ուղղակի ուզում եմ ասեմ, որ կարող է Վահե ջան, պետք է խնդրեմ, սպասենք պատասխանը։ Կարող է, օքեյ։ Հիմա տեսեք, պարտքի բացարձակ մեծությունը էական չի։ Տարբեր երկրներում տրիլիոններով պարտք կա, բայց այդ երկրները զարգացող երկրներ են եւ որևէ խնդիր չկա։ Երկրներ կան, որոնք պարտքի ճգնաժամ են ունեցել նույնիսկ փոքր պարտքի հետ կապված։ Հետևաբար այստեղ բան չի, մեկ ընդհանուր ֆորմուլա գոյություն չունի, բայց գոյություն ունի ընդհանուր մոտեցումներ։ Սովորաբար պարտքը հաշվարկվում են հնայի հետ հարաբերակցությամբ, այսինքն իր բացարձակ մեծությունը ըստ էության այդքան էական չի, կապ ունի, թե դուք որքան եկամուտ ունեք, որովհետև համախառն ներքին արդյունքը դա այն համախառն եկամուտն է կամ այն համախառն արդյունքն է, որը մեր պետությունը, մեր բոլոր քաղաքացիները միասին տնտեսությունը ստեղծում են մեկ տարվա ընթացքում։